Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք տեսանք, որ օրինակ մարզերում կան լողավազաններ եւ երբ որ հետաքրքրվեցինք, թե ինչքան երեխա է այցելում լողավազան, տեսանք, որ թիվը շատ փոքր է ու փորձեցինք հասկանալ ինչն է պատճառը, պարզա մասնավոր լողավազաններ են վճարովի եւ այլն եւ երբեմն կամ հաճախ ծնողները հնարավորություն չունեն վճարել կամ այս խնդիրը կա։ Մենք մտածեցինք, որ սկզբունքորեն մենք կուզենայինք, որ մարզադպրոց լիներ համայնքային կամ պետական, որ երեխաները այնտեղ հաճախեն, բայց եթե ենթակառուցվածքը կա, ասենք ինչի մենք չենք կարող վարձավճարը երեխաների համար վճարել համապատասխան ընթացակարգերով դպրոցական մեր երեխաների, նրանք հաճախեն այդ լողավազանները, այսինքն մենք սկզբից կենտրոնացանք լողավազանների վրա ծրագիրը փորձարկելու համար եւ ոնց որ թե դժգոհ չենք արդյունքներից, իհարկե անթերի ծրագիր չկա, իր ստուգելիության, հետագծելիության, որպեսզի ստվերային չարաշահումները բացառվեն, այդ մեխանիզմները պետքա գնալով լավարկվեն, բայց տեսանք, որ ստացվում է, երեխաները նաեւ գոհ են, նաեւ մենք վարչապետի գավաթի լողի մրցման ձևաչափը փոխեցինք, որպեսզի այդ կողմով էլ տեսնենք, թե ինչ մասնակցություն է եւ երեխաների հետ էլ հնարավորություն ունենան։ Վերջին մրցաշարում տեսանք, որ մարզերից կան երեխաներ, ովքեր այս ծրագրով գնացել են, սկսել են լողով զբաղվել եւ հիմա առաջին քայլերն են անում։ Եվ երբ որ այդ գոհունակության որոշակի զգացում եղավ, ասենք իսկ ինչու նույնը չենք կարող անել այլ ենթակառուցվածքների դեպքում, օրինակ կան մասնավոր հրաձգարաններ, որտեղ էլի երեխաները սպորտային հրաձգարանների մասին է խոսքը, ստենդային հրաձգություն եւ այլն, էլի երեխաները գրեթե չեն այցելում, իսկ ինքը օլիմպիական մարզաձև է, ինչի չենք կարող մենք խթանել եւ ասել, որ եթե տվյալ մասնավորը երեխաների կներգրավի որոշակի մեր ստանդարտով մենք վարձավճարը կվճարենք, թող երեխաները զբաղվեն սպորտով կամ այլ մարզաձևեր, որտեղ կա մասնավոր ենթակառուցված եւ նման հնարավորություն կա եւ կարծում եմ, որ սա շատ լավ է, որովհետեւ այստեղ սկզբունքորեն իհարկե մենք ունենք ծրագիր, որ մարզադպրոցների կառուցման եւ այլն եւ այդպես շարունակ, բայց մեկը մյուսին ոչ միայն չեն բացառում, այլ օգնում են եւ նաեւ նախ այն մարդիկ, ովքեր այս ոլորտում մասնավոր ներդրումներ են արել, այդ ներդրումների արդարացվածության զգացողությունը իրենց ավելի կմեծանա, այսինքն կենտրոնանա ավելի արդարացված կդառնա, երկրորդն էլ մենք մեր երեխաներին կարողանանք ֆինանսավորել ուղղորդել սպորտով զբաղվելու, իհարկե զուգահեռ չմոռանալով նաև այն ծրագրերը, որ այդ թվում նախընտրական ծրագրում ունենք եւ հիմա նաև գործնականում խոսել ենք միջև առնվազն 100 խաղահրապարակներ կոմբինացված հանրապետությունում, այդ կոմբինացված խաղահրապարակների թվում մենք ոնց որ թե Իջևանի լողավազանի մեր պիլոտային ծրագիրը կարողանում ենք ի վերջո բերել տեսքի եւ համոզվել, որ աշխատում է ռեալ, որովհետեւ ինչքան հասկանում եմ, այդ լողավազանի մաքրման համակարգերը արդեն սկսեցին նորմալ գործել, երեխեքն էլ ոնց որ թե ընդհանրապես համարյա շուրջօրյա այդտեղ ժամանակ են անցկացնում, ինչ շատ լավ է եւ մենք առաջիկայում բոլոր այն տեղերում, որտեղ կարողանա, այսինքն այստեղ սեզոնայնության խնդիր կա։ Հիմա Իջևանում գոնե 4 ամիս բացօթյա լողավազանը կգործի հաստատ, որ հələ կարող է 5 ամիս նույնիսկ կապված տարվա։ Ասենք այնտեղ որտեղ գոնե 3 ամիս սեզոն կլինի բացօթյա լողի, այս ծրագիրը մենք այդտեղ էլ կանենք, բայց այնտեղ որտեղ ավելի կարճ է, իմաստ չունի երևի կամ չգիտեմ մտածելու հարց է, նաև խաղահրապարակներ եւ այլն եւ այսպես շարունակ, բայց մենք նաև պետքա մենք անդադ խոսում ենք տարբեր քրեական ենթամշակույթի մասին ենք խոսում, թմրանյութերի մասին ենք խոսում, առողջ ապրելակերպի, այդ երեխան որտեղ առողջ ապրելակերպով զբաղվի։ Եթե հեծանիվ քշելու ճանապարհ չկա, հեծանիվ չկա, լողավազան չկա, մարզադպրոց չկա, խաղահրապարակ չկա, այս չկա, այն չկա, այն չկա, մնում է բանը, մնում է չգիտեմ, ինչ որ դատարկ տարած, որ ով ինչով ասես լցնում է։ Եվ հետեւաբար սա շատ կարևոր բան է, սա շատ կարևոր բան է։ Ես օրինակ վերջին ես չեմ հիշում, տենց թեմա կա, որ ես Տավուշի մարզպետի հետ օրը 2 անգամ այդ թեման քվեարկեմ, քննարկեմ, բայց լողավազանի թեման
Վերջին 2 ամսում համարյա ամենօրյա ռեժիմով մենք քննարկում ենք ինչ եղավ, այս դետալը քթանք եղավ, ջուրը նկարի ուղարկի, ջուրը ինչ գույնի է, ջուրի գույնը ոնց որ են չի, ինչ եղավ եւ այլն եւ այլն, հիմա ոնց որ թե եկանք հասանք կետի, էդ էլ բան չի, թվում է թե տարօրինակա, բայց նոր բան է, որը մենք պետքա աշխատենք, հանդիպենք, առերեսվենք խնդրի հետ, որ կարողանանք լուծել եւ ի սկզբանե ես մարզպետին ասել եմ եւ Իջևան խոշորացված համայնքի ղեկավարին, որ ստեղ սկսում ենք, որովհետեւ ու ինքը պիլոտային նշանակություն ունի, ստեղ երբ որ համոզվենք, որ լավ ամեն ինչ, պետքա տասնյակ մեր բնակավայրերում այս լողավազանը անպայման լինի, էլի եմ ասում չբացառելով, այստեղ աշխարհագրության հարցն է, որ մենք պետք է այս նախագծերը ճիշտ տեղաբաշխենք, որ կուտակումներ չլինեն, որ մի տեղ այնքան խտացնենք 4-5 հատ լինի, հետո 100 կիլոմետր շառավղով ոչ մի բան չլինի, բայց այս ծառայությունները մենք երեխաներին պետքա մատուցենք, որովհետև դա առաջինն է բարոյական պարտավորություն է, քաղաքական պարտավորություն է, երկրորդն է ռազմավարական ծրագիր է իրականում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար, որովհետև մարդկային ռեսուրսը ամենակարևոր կապիտալն է, որ մենք ունենք, որովհետև հետո մենք ստիպված ենք լինում, այսինքն ստիպված չենք լինում, լավ չի, որ մենք ստիպված ենք լինում առողջության բուժման եւ այլնի վրա միջոցներ ծախսել, մենք դեմ չենք, բայց ինչի մարդուն հիվանդացնենք, վերջում մենք գլուխ գովանք, որ փող տվինք, բան արինք, բուժեցինք կամ շատ փող ծախսեցինք, տենց է չկարեցանք բուժենք մեր սրտի հովություն։ Պետք է հակառակ տրամաբանությամբ գնանք եւ սա էլ այդ ծրագրերից մեկն է եւ նաեւ էլի եմ ասում, տեսեք մենք այսքան լայնածավալ շինարարություն ենք կամ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, բայց նաեւ մասնավորին օպերատորներ են մեզ պետք, որ մեր քաղաքականությունները իրականացնեն եւ նաեւ մենք այդ պետական լճացման տրամաբանությունից կարողանանք խուսափել։ Դրա համար որտեղ հնարավոր է մասնավորին խրախուսել, որ իրանք մրցակցեն եւ մրցակցության միջավայր եւ մթնոլորտ ստեղծեն այդ թվում պետական հաստատությունների համար, կամ այնտեղ որտեղ հնարավոր է մասնավոր պետական գործակցությունը, որովհետեւ մարզական կենտրոններում մենք այդպես ենք վարվելու հետ, դրա պիլոտը դեռ չունենք, դեռ առաջին ծրագիրը կլինի, կտեսնենք դա ոնց է աշխատում եւ այդ տրամաբանությունն էլ կզարգացնենք։ Եվ մարզական ենթակառուցվածքներին պետք է բոլոր երեխաները ունենան հասանելիություն։ Չենք ասում, որ բոլոր մարզաձևերի, բոլոր հնարավոր ենթակառուցվածքներին, բայց հանրապետությունում չպետք է լինի երեխա, որ առնվազն 1-2 այլընտրանքային տարբերակ չունենա սպորտով, ակտիվ կյանքով զբաղվելու։ Եվ սա մեր պարտավորությունն է, մենք պետք է սա անենք, եւ լավ է, որ մենք արդեն դա անում ենք եւ նաեւ ձևը գիտենք, թե ինչպես կարող ենք անել, սկսած աճարկուտի նախագծից, որը էլի լուծում է մեր դպրոցները, որ խոսել ենք նաև, իմիջիայլոց 2 օր առաջ նախարարի հետ քննարկում էինք այդ հարցը, որ նաև մենք ունենք նախկինից մնացած լողավազաններ, որոնք դպրոցների մեջ են եղել, հետո ավերվել են եւ այլն եւ այլն։ Մենք հիմա կզբաղվենք նաև դրանց վերականգնման, բայց այն տրամաբանությամբ, որ ամառային արձակուրդների ժամանակ դրանք լիարժեք պետք է երաշխավորենք, որ հասանելի են աշակերտներին եւ շրջակայքի բոլոր երեխաներին, այնպես որ սա էլ արդեն մի էջ է, որը մենք բացեցինք եւ բացում ենք եւ մեր զարգացման եւ մեր ներդրումների հաջորդ շատ կարեւոր եւ էական փուլն է։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կուզեի նաև ընդգծել, որ մենք դաշտի ուսումնասիրության ժամանակ տեսել ենք, որ այս պահին էլ մասնավորի հետ համագործակցության լավ հնարավորություններ ունենք հրաձգության եւ դահուկային սպորտի ուղղությամբ, որոնք ավելանում են լողին։ Մասնավորապես այս պահին մենք ունենք հրաձգարաններ 7 մարզերում, 42 ենթակառուցվածքի մասին ենք խոսում եւ սա պոտենցիալ մի դաշտ է իրենց համար մասնակցել մրցույթներին եւ այդ պահանջներին համապատասխանելու դեպքում նաեւ երեխաների համար կընդլայնվեն այս հնարավորությունները այդտեղ հրաձգությամբ զբաղվելու դահուկային սպորտի պարագայում 5 մարզերում 9 տարբեր այսպիսի կենտրոններ, կազմակերպություններ կան, որոնք էլի կարող են
այս մրցույթին, այս ծրագրին մասնակցել եւ ելի ապահովել մեր երեխաների համար ուսումնամարզական գործընթացը, բայց ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, մենք այս համագործակցության մոդելները դիտում ենք իբրև ինստիտուցիոնալ մեխանիզմ եւ ես կուզեմ տեղեկացնել, որ տիպային մարզահամալիրները, որոնց մասին դուք հիշատակեցիք, 3 վայրերում Եղեգնաձորում, Արարատում, Մարտունիում քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ արդեն շինարարության մրցույթները հայտարարվել են եւ սա նշանակում է, որ մենք առաջիկայում կունենանք հնարավորություն նաև այս ծրագիրը փորձարկելու ու պետք է հիշեցնեմ, որ կենտրոնների կառուցումից հետո նախատեսում ենք դրանք տալ հավատարմագրային կառավարման մասնավորին եւ ի դեպ հենց այդ կենտրոնների գործունեությանը մենք շարունակելու ենք մասնակցել հենց այս տիպի ծրագրերի իրականացմամբ, այնպես որ սա մեզ համար ֆունդամենտալ ուղղություն է եւ մենք նաև շարունակաբար ընդլայնելու ենք մեր աշխատանքների շրջանակը։ Լավ, կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան։ Հարց դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 27-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված է, որ հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրի կողմից ընտրության արդյունքները հաստատվելուց հետո։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի կանոնադրության համաձայն բուհի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ այս տրամաբանությամբ եւ բուհի կանոնադրության համապատասխան հայտարարված է եղել ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որը տեղի է ունեցել 26 թվականի հունիսի 26-ին։ Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 1 հավակնորդ Արմեն Աբգարի Մուրադյանը, բժշկական համալսարանի գործող ռեկտորը։ Մրցույթն ընթացել է ըստ կանոնակարգի եւ քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի 20 անդամների ներկայությամբ խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ 19 կողմ 1 անվավեր քվեաթերթիկ պարոն Մուրադյանը ընտրվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։ Պետք է ասեմ, որ բժշկական համալսարանը մեր ամենաակտիվ գործող բուհերից է եւ մասնավորապես առաջատարն է միջազգային ուսանողների թվով, որը պետք է հիշեցնեմ, որ բարձրագույն կրթության ոլորտում մեր ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, ինչպես նաև բուհերի վարկանիշավորման համակարգում առաջընթացի կարևորագույն ցուցանիշ է միջազգային ուսանողների ներգրավվածության համամասնությունը եւ կարծում եմ, որ այդ իմաստով բժշկական համալսարանի փորձը նաև օրինակելի է մեր մյուս բուհերի համար, ու այս ընթացքում գրանցել է նաև բազմաթիվ այլ արդյունքներ եւ հաջողություններ, այնպես որ կարծում եմ, որ պարոն Մուրադյանը հաջողությամբ կշարունակի այս բնականon գործընթացը, իհարկե նաև բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի եւ ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Մուրադյան, ինչ ունեք ասելու կառավարությանը։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարգելի ներկաներ, առաջի հերթին կուզեի խորին շնորհակալություն հայտնել այս տարիների վստահության եւ աջակցության համար։ Այս տարիներին բուհը իրականացնելով կառավարության ծրագրերից բխող միջազգայնացման ծրագիրը կարողացել է հասնել միջազգային հավատարմագրման գործընթացին, որը ստացել է միջազգային համաշխարհային ֆեդերացիայի կողմից եւ արդյունքում փաստացի իր կայուն տեղն է հաստատել միջազգային կոշտ զարգացող շուկայում այս պահին գրանցելով 36 երկրներից 2060 ուսանողներ, իդեպ հավասարաչափ բաշխելով այդ երկրների բեռը, որը որ ազատում է տնտեսական կախվածությունից, կարողացել է ֆինանսական կայունություն ապահովել առաջի երամսյակով առաջի 100 խոշոր հարկատուների ցուցակում է գրանցվել եւ վերջին 2 տարիների ընթացքում մեր երկրի դիմորդների առաջին հորիզոնականն է զբաղացնում դիմելիության եւ մրցակցային բալերի տեսանկյունից։ Այս ամենից զատ կարող եմ նաև ասել, որ անցյալ տարի Մադրիդում
Երևանի Պետական Բժշկական Համալսարանը ընտրվել է որպես համաշխարհային բժշկական կոնգրես անցկացնելու կազմակերպիչ, որը տեղի է ունենալու 2027 թվականի հուլիսի 8-ից 10-ը Երևանում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ վստահության եւ աջակցության համար։ Խնդրեմ, հարգելի գործընկերներ, ունեք հարցեր պարոն Մուրադյանին։ Չունեք հարցեր։ Դրվում է քվեարկության, ովքեր են կողմ որոշման հաստատմանը։ Դեմ չունենք, որոշումը հաստատված է, պարոն Մուրադյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։